Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանի հետ, պարոն Երիցյան, այսպես կկանգնեք դեպի տեսախցիկները։ Պարոն Երիցյան, այսօր առերեսում է նախատեսված երկու իդենտիֆիկացված ոստիկանների, ճիշտ եմ։ Երկու իդենտիֆիկացված ոստիկանների հետ հաստատ որ պետք է առերեսում իրականացվի, չգիտեմ, միգուցե քննիչներ ժամանակահատվածում բաժնել են նաև այլ ոստիկանների տվյալների եւ նրանցից ցուցմունք վերցնելու համատեքստում նաև իրականացնելու է այլ անձանց հետ առերեսում, այնուամենայնիվ այս պայդրությամբ առնվազն երկու ոստիկանների հետ առերես հարցակնություն այսօր պետք է կատարվի։ Ովքեր են այդ երկու ոստիկանները, անուն հասկանալու։ Գոր Խարատյան եւ մյուսի տվյալների չեմ հիշում, Խորեն Բախոյան։ Լոռու ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը եւ Գոր Խարատյանը։ Տեղյակ եք արդեն եկել են ոստիկանները, ձեզ տեղեկացրել են։ Ըստ պայմանավորվածության 16:00 պետք է առերես հարցակնությունը սկսել, բայց մինչև այս բակը քննիչը չի տեղեկացրել, որ եկել են կամ մեզ սպասում են կամ նման այլ բան։ 14:00-ից հետո այսօր պետք է առերեսում իրականացնել լրացուցիչ զանգ, քննիչից դեռ չեմ ստացել, քիչ հետո կկապվեմ եւ կիմանամ մեզ են սպասում, այսինքն ինքնապատճառ որ այս հարցակնությունը այս պայդրությամբ դեռ չեն սկսում։ Առերես հարցակնությունից քրեական վարույթից ինչ նորություն է կամ որևէ նոր տվյալ ստացվել է, որևէ նոր տվյալ ստացվել է քրեական վարույթի շրջանակում։ Տեսեք, ի տարբերություն հանրության հետաքրքրող մի շարք այլ վարույթների, խոշտանգման վարույթներով քննչական կոմիտեն կարծես թե վարում է ծածուկ կամ թաքուն քրեական դատավարություն։ Եթե նկատել եք, քննչական կոմիտեն շատ քիչ է հանդես գալիս այս վարույթներով, հրապարակային հայտարարություններով եւ հաշվի առնելով այն, որ ընթանում է նախաքննություն, ես որևէ այլ տվյալ, բացի հայտարարված երեկվա տվյալներից չունեմ, բայց կարծում եմ, որ քննչական կոմիտեն պարբերաբար, եթե ոչ ժամը 1 ապա գոնե 2-3 ժամը 1 թարմացնող հայտարարությամբ պետք է խոսի վարույթի ընթացքի մասին եւ բարձրաբանի ինչ է տեղի ունենում, ինչ չի տեղի ունենում։ Այսինքն ինչ նոր տվյալներ կան բարձված, ինչ նոր տվյալներ չկան բարձված։ Եթե նկատել եք, երեք Հայաստանի Հանրապետության նախկին մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ, որ այս գործով պետք է պահպանվի հնարավորինս հրապարակային քննություն։ Պարոն Երիցյան, այսօր Արփինե Սարգսյանն է անդրադարձել միջադեպին եւ դարձյալ անդրադարձել է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, այսինքն փաստարկել է դրանք։ Դուք նշել եք, որ դրանց հետ անհամաձայնություն ունեք, որքանով Առաջ լսեցի ճիշտ ասած Արփինե Սարգսյանի հայտարարությունը, վերջինիս են դիրքորոշումը, որ եթե ծառայողական քննություն է տարվում, ապա այս միջամտելու եւ ոստիկանների հետ խոսելու հնարավորություն չունեմ։ Հայաստանի Հանրապետությունում գիտեմ, վստահ եմ, որ գործում է քրեական դատավարության օրենքի, ափսոս երկխոսելու նրա այդ հնարավորություն չունեմ, հակառակ պարագայում մի երկու հարց կտայի Հայաստանի Հանրապետությունում գործող քրեական դատավարություն մասին եւ առհասարակ իր տեսլականի մասին այդ հարցի շուրջ, բայց ինչ վերաբերվում է նրան, որ վերջինս անդրադարձել է գործող փորձագիտական ներկայացության պատմած փորձագիտական զարգացման, ես համատեքստում զարմանում եմ ինչու վերջինս չի անդրադառնում օրինակ բժշկական կենտրոնից արկա բժշկական փաստաթղթերին, չի անդրադառնում այն հարցին, որ այս վարույթը նախաձեռնվել է առհասարակ բժշկական կազմակերպությունից դատախազություն հասցեագրված գրության եւ դրան կցված փաստաթղթերի հիման վրա, այսինքն վնասվածքների հիման վրա է վարույթը նախաձեռնել։ Այսինքն բժշկական փաստաթղթերին չի անդրադառնում է բացառապես փորձագիտական զարգացության։ Ինչու, որովհետև ունի կանխական մոտեցում, ինչու, որովհետև քննարկում է ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում թույլ տալու հանգամանքը։ Այլ օբյեկտիվության եւ արդարության տեսանկյունից ճիշտ կլիներ, որ մարդը այդպիսի գնահատական չտար, այսինքն ամենայն դեպս հողում չկատարի փորձագիտական զարգացումը, որ ակնհայտորեն հակասում է բժշկական փաստաթղթերում տեղ գտած տեղեկություններին, համաձայն որի Տիգրանի մարմնի տարբեր հատվածներում արկա են եղել սալջարդներ, կապտուկներ եւ հյուսվածքների կոտրվածքներ։ Բայց Արփինե Սարգսյանը հենց օբյեկտիվությանը հղում անելով նշում էր, որ այդ անկախ փորձագիտական եզրակացությամբ չի ֆիքսվել, երբ որ դուք ասում եք 10 րոպե ինտենսիվ ծեծում էին Տիգրանին, ասում է այդ դեպքում ինչու ինտենսիվ ծեծի դեպքում մարմնի վրա պետք է առերևույթ հետքեր լինեին, որը չի արձանագրվել։ Շատ շնորհակալություն հարցի համար, պատասխանեմ հետևյալ կերպ։ Նախ հաշվի առեք, որ ծեծողները եղել են ոչ թե հասարակ քաղաքացիներ, այլ պրոֆեսիոնալ խոշտանգողներ իդեմս ոստիկանների, ովքեր շատ լավ գիտեն եւ պատկերացնում են ինչպես կարելի է հասցնել հարվածներ եւ քաղաքացուն պատճառել վնասվածք, երբ որ այդ վնասվածքները վառ արտահայտում չստանան։ Մեկ, երկրորդը, մենք ոչ չենք նշել, որ Տիգրան Ուլուբաբյանին այն աստիճանի են հասցրել, որ վերջինս զրկվել է շարժվելու ունակությունից կամ առհասարակ ոչ մի բան չի կարողացել անել։ Ոչ, վերջինս
չգիտեմ ինչ տիպի ուժեղ ֆիզիկական ցավեր չի զգացել։ Այնուամենայնիվ նա խոշտանգվել է եւ այդ խոշտանգումը արտահայտվել է թքելու, նրա ծնողների հասցեին վիրավորանքներ հնչեցնելու, նրա զոհված եւ հարազատ եղբորը հասցեին վիրավորանքներ հնչեցու, նրա մարզերը քաշելու, նրան քաշքշելու եւ նրան 7 ժամ ապօրինի ազատության մեջ պահելու ձևով։ Բացի այդ հասցնվել են նաեւ տարբեր հարվածներ, այո, հնարավոր է այդ հարվածները այն աստիճանի ուժեղ չէին, որ միջև հիմա վնասվածքները վառ արտահայտված լինեին, բայց 2 օրվա ընթացքում, երկու օր հետո, երբ որ Տիգրան Ուլբաբյանը դիմել է Վանաձորի բժշկական կենտրոն, նրա վնասվածքներն հստակ արձանագրվել են։ Ինչ վերաբերում է իր օբյեկտիվության վերաբերյալ հայտարարությանը, օբյեկտիվությունը պետք է տեսանելի լինի, ոչ թե պետք է հայտարարվի ընդհանրապես դրա մասին։ Օբյեկտիվություն իր հայտարարությունների մեջ ես ընդհանրապես չեմ տեսնում եւ կարծում եմ, որ վերջինիս դիրքորոշումը կախակալ է եւ կապված է նրա հետ, որ խոշտանգողները հանդիսացել են ոստիկանության ծառայողներ։ Կրկնում եմ, մենք գործ ունենք պրոֆեսիոնալ խոշտանգողների հետ։ Իդեմս ոստիկաններ, ովքեր շատ լավ գիտեն ինչ անել, ոնց անել, որ խոշտանգման հետքերը չբացահայտվեն եւ նրանք պատասխանատվության չենթարկվեն։ Հազարավոր գողություններ են լինում ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում, որոնք չեն բացահայտվում, որոնք ուշ են բացահայտվում։ Այս դեպքում ինչ ձեզ էլի, որ պիտի լիներ ոստիկանության ծառայողների մոտիվը, որ ընդհանուր խոշտանգման միջոցով փորձեին Տիգրանից ցուցում։ Բազմից անդրադարձել եմ այդպիսի բովանդակության հարցին, նախ նշել, որ այսպիսի դեպք վերջերս կրկնվել է, եղել է։ Օրինակ Չարենցավանի ոստիկանության դեպքն են բերել, երբ որ կրկին գողության դեպքը չբացահայտելու հիմքով, կրկին այդ գողությունը հորդորել են, որ արցախցին վերցնի իր վրա, չվերցնելու պատճառով վերջինս ենթարկվել է ծեծի եւ անգամ 4 օր ստացիոնար եղանակով, ոչ թե ամբուլատոր, ստացիոնար եղանակով բուժում է ստացել Միքայելյան բժշկական կենտրոնում։ Այս պարագայում որն է եղել ոստիկանության մոտիվը, ես 2 տարբերակ եմ առաջ քաշել։ Երկրորդը, որ ավելի ցավալի, առաջին տարբերակը դա բացահայտված հանցագործություն ցույց տալու տարբերակն է, այսինքն ցույց տալ, որ հանցագործություն է բացահայտվել, եւ երկրորդը դա իրական հանցագործություններին հովանավորելու, այսինքն հանցագործության հովանավորչության հանգամանքն է, որ մեծ ցավով եմ հայտարարում, բայց այստեղ ես կարծում եմ, որ թաքնված են ավելի խորը հանցագործության հետքեր։ Հակառակ պարագայում այդ ամեն ինչում մեջին, այդ ամեն ինչում որպես կասկածյալ փնտրել Տիգրան Ուլբաբյանին ես ուղղակի չեմ տեսնում։ Չեմ տեսնում նաև պայմանավորված այն հանգամանքով, որ Տիգրան Ուլբաբյանը ներկայությամբ գտնվում է ազատության մեջ։ Եթե Տիգրան Ուլբաբյանը որևիցե կապ ունենար, գրամ անգամ կապ ունենար, նա ներկայությամբ ազատության մեջ չի գտնվում։ Տիգրան Ուլբաբյանը տարվել էր ոստիկանություն, ազատ է արձակվել, նոր հայտարարել իր նկատմամբ խոշտանգման մասին, ուզում եմ հասկանալ, որ ստացվեց, որ ինքը ազատ արձակվեց։ Երեք քննիչներ նույն բովանդակության հարցին չեցնում, ասում է, ինչու քեզ խոշտանգման ենթարկելիս չես վերցրել հեռախոսը եւ ահազանգել 102։ Ես ասում եմ, ինքը ազատ էր արձակվել, որից հետո արդեն բարձրաձայնել է խոշտանգման մասին, այսինքն այսպես թե այնպես, որ իրան տարել էին, ազատ է ինչ է արձակել։ Իրան ոչ թե ազատ են հարձակել, այն նույն տուժողը, տեսեք, այն նույն տուժողը, հավազակության գործով տուժողը, այսինքն իր բարեկամ ում տնից է հափշտակությունը տեղի ունեցել եւ ում երեխայի եւ իր նկատմամբ զինված հարձակում է տեղի ունեցել։ Այդ նույն տուժողը իր ամուսնու հետ միասին գնացել է ոստիկանություն եւ հետաքրվել Տիգրանի ճակատագրով։ Բարձրացել են պետի մոտ, պետը հարանգել է Տիգրանին բերել իր մոտ եւ որտեղից արդեն նրանք բաց են տվել։ Այսինքն տուժողն է գնացել նրանց հետևից եւ ասել ամենավերջի մարդը ում ես կասկածում եմ տվյալ հանցագործության հետ որևէ կապ ունենալու հարցում, դա է Տիգրան Ուլբաբյանն է։ Այդ համատեքստում են Տիգրան Ուլբաբյանին բաց թողել եւ ինչպես ինքն է երեք քննիչում ներկայությամբ նշել, նախապես իրենից բոլոր հարազատների անունից երթում վերցնելով, որ տեղի ունեցածի մասին վերջինս չի լուսաբանելու կամ առհասարակ չի բարձրաձայնելու։ Դրանից հետո արդեն Տիգրան Ուլբաբյանը, երբ որ այդ օրը մնացել է բարեկամների տանը, հաջորդ օրը խնդրի մասին տեղեկացրել էին եւ ես հաղորդում ներկայացրել կոմիտեին։ Քրեական գործով որևէ կարգավիճակ ոչ, այդ քրեական գործով անգամ այս պահի դուրությամբ նախաձեռնված վարույթ շրջանակներում անգամ վկայի կարգավիճակ չունի։ Նրանից անգամ ասեմ ավելին, որևէ գրավոր բացատրություն չեն էլ վերցրել։ Այս սա է զարմանալի եւ ես սրանով պայմանավորված եմ ասում, որ Տիգրան Ուլբաբյանը իրապես կապ չուներ այս ամեն ինչի հետ։ Հակառակ պարագայում, տեսեք, գործ ունենք առանձնապես ծանր հանցագործության, ավազակության հետ, որով տուժող են հանդիսացել շատ խոցելի խավի ներկայացուցիչ, մասնավորապես 28-ամյա արցախցի կին իր երկամյա երեխայի հետ։ Պատկերացնում եք, երկամյա երեխայի վրա զենք են պահել այդ 7 կտոր ոսկին հափշտակելու նպատակով։ Կարծում եք, որ այդպիսի գործով եթե ունենային կասկածյալ ոստիկանները այդ մարդու բաց կթողեին, ոչ, Տիգրան Ուլբաբյանի հեռախոսը առանց
դատարանի որոշմամբ թվային խոզարկության ենթարկելով փաստացի ենթարկվել է թվային խոզարկության ոստիկանության Լոռու մարզի վարչության պետի կողմից, նկատել է, որ ոչ մի բան չկա, այդ տղան իրոք կապ չունի, որից հետո էլիքը բաց է թողել։ Հակառակ պարագայում վստահեցնում եմ, ձեզ Տիգրան Ուլբաբյանը ներկայությամբ կունենա ոչ թե ձերբակալվածի, այլ անգամ մեղադրյալի եւ ինչու՞ ոչ նաեւ կալանավորի կարգավիճակ։ Ներքին գործերի նախարարը նաև անդրադարձավ հենց այդ համատեքստում խոշտանգման դեպքին, ինչպես նաև ավազակային հարձակմանը, որ այս ամեն ինչից, այսպես ասած, անմասն մնաց այն հատվածը, որ այդ ոստիկաններին, որոնց մեղսագրվում է, այսպես ասած, խոշտանգման արարքը, իրենք ավազակային հարձակումը փորձել են միանգամից բացահայտել եւ ինչպես կարող է ավազակային հարձակումը բացահայտած կամ փորձել բացահայտող ոստիկանները խոշտանգել քաղաքացուն։ Ես կարծում եմ ոստիկանությունը եւս առաջնորդում է քրեական դատավարության օրենսգրքով, ոստիկանության մասին օրենքով, օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով եւ ոստիկանը ինչ որ գողական եղանակով ավազակություն բացահայտող մարմին չէ։ Ես լրիվությամբ բացառում եմ Տիգրանի մասնակցությունը այդ ավազակությանը, բայց զարմանում եմ, ես օրինակ ներքին գործերի նախարարի այդ հայտարարության, այդ հատվածը չեմ լսել, լրիվությամբ նրա ելույթի չեմ էլ հասցրել լսեմ, բայց եթե այդ բովանդակությամբ հայտարարություն է կատարել, դա ուղղակի աբսուրդ է։ Այսինքն, եթե պայմանական Տիգրանը կապ ունենար ավազակության հետ, ուրեմն նրան խոշտանգելը նորմալ է եւ ընդունելի։ Չէ, նա կտրականապես դատապարտել է նաեւ Արցախի լինելու հանգամանքով պայմանավորված։ Անկախ նրանից խոշտանգման զոհը Արցախցի է, Ռուսաստանի Դաշնության բնակիչ է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, տարեց տղամարդ է, թե ռեցիդիվիստ, էական չէ։ Հայաստանի Հանրապետությունում խոշտանգումները պետք է կտրականապես համարել բացառված։ Պետք է կտրականապես բացառել։ Ես ձեզ հիշեցնում եմ դեպքեր, երբ որ նաև փաստաբաններն են դարձել խոշտանգման զոհեր։ Հիշեցնում եմ երրորդ մասի քննչական բաժնում տեղի ունեցած խոշտանգման դեպքը Գարիկ Մուրադյանի նկատմամբ բազմաթիվ դեպքեր կարող եմ նշել։ Այնպես են նշում, իբր Հայաստանի Հանրապետությունում խոշտանգում չկա եւ մենք բացահայտել ենք չգիտեմ ինչ որ մի դեպք եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները սուրբ են, միանմեղ էակներ եւ հնարավոր չէ նրանց մասնակցությամբ այսպիսի դեպքեր ունենա։ Այ եթե առաջի օրվանից ձերբակալված լինեին, վստահեցնում եմ, որ հենց հիմա մենք ապացույցների համակցությամբ ցույց կտայինք նրանց իրական մասնակցությունը կամ իրականում կապված լինելը տվյալ հանցագործությանը։ Բայց մի հարց է, այդ ընթացքում թեպետ եւ ասում եք նրան խոշտանգել են։ Այդ ընթացքում ինչ որ փաստարկներ չէ պետք է այդ ոստիկանները բերեին, ասեին, այ էս փաստ ունենք, սա ունենք, որևէ նման գործողություն եղել է, թե չէ։ Անկախ նրանից ի հերքումն խոշտանգման, թե ի կատարումն ավազակ, ինչի համար որ տարել են, որ ինչ փաստ։ Կրկնում եմ, այդ վարույթով Տիգրան Ուլբաբյանը ներկայությամբ անգամ վկայի դատավարական կարգավիճակ չունի։ Դա հասկանում եմ, բայց ամեն դեպքում երբ նրան տարել էին իմ տրամաբանությամբ պիտի ասեին, այ մենք գիտենք, որ դες ընդունի, չէ, ինչ որ, այ այդ եմ ուզում հասկանալ։ Ես առաջարկում եմ այդ հարցը անմիջապես հնչեցնել Տիգրան Ուլբաբյանին, չնայած ես տեղյակ եմ հարցի պատասխանից, այնուամենայնիվ քեզ երբ որ տարել են ոստիկանություն, որևէ փաստ դրել են քո դեմ, ասում են օրինակ, այս ինչով պայմանավորված գտնում ենք, որ դու ես մեղավորը։ Չէ, ոչ մի փաստ։ Ինչ էին իրենք ասում, կոնկրետ իրենք քեզ ասում էին, ընդունի, որ դու ես եւ վերջ, թե Ես ելույթներ եմ ասել եմ ինչ, նորից ասել եք,